Ողջույն։ Թեև Սահմանադրական դատանը դեռ չի հաստատել Հայաստանի պատմության մեջ ամենավիճելի ընտրությունների վերաբերյալ որոշումը, բայց ՔՊ-ն պաշտոններն է բաժանում՝ Ազգային նախագահ, նախարար, փոխնախագահներ խորհրդանի եւ այլն։ Գուցե արդեն գիտեն կամ կռահում են որոշման բովանդակությունը։ Եթե մենք կռահում ենք դատավորներից մի քանիսի որոշումը, գուցե Նիկոլը գիտի ողջ քվեարկության պատկերը։ Տեսեք, ընտրություններից առաջ բարձրացնելով 600,000-ից ավելի անձանց թոշակը, բոլորին պարզ էր նպատակը։ Ընտրություններն են։ Այլապես 75 միլիարդ դրամի կարգի չէին ծախսի թոշակառուների վրա, զանազան ընտրակաշառքներ չէին բաժանի վարորդներին, գյուղատնտեսներին, ապօրինի շինության տերերին, անհուսալի վարկառուներին եւ այլոց։ Ձայնի ակնկալիքով էր, չէ՞։ Իսկ ինչ ակնկալիքով ընտրություններից օրեր առաջ բարձրացան ՍԴ դատավորների հավելավճարները։ Ընտրություններից անմիջապես առաջ Արդարադատության նախարարությունը նախագիծ ներկայացրեց, ՔՊԱ-ական խորհրդարանն էլ բարձրացրեց Սահմանադրական դատանի նախագահի, փոխնախագահի, 7 դատավորների հավելավճարը աշխատավարձի մինչև 35%-ի չափով, այսինքն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին բողոքի քննությունից ընդամենը օրեր առաջ արդեն Սահմանադրական դատանի անդամները ստացել են բարձր աշխատավարձ։ Կարող էր ՔՊ-ն ենթադրել, որ լինելու են ընտրությունների արդյունքների բողոքարկում։ Վստահաբար կարող եք։ Կարող ենք սա դիտել որպես կաշառք։ Ընդ որում Սահմանադրական դատանում, երբ քննարկում են ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը, ՔՊ-ի կողմից մասնակցում է հենց Արդարադատության նախարարը, որը խորհրդարանում զեկուցում էր դատավորների աշխատավարձի բարձրացումը։ Ահա ինչի վրա են գնում պետբյուջեի փողերը։ Չեմ պնդում, որ դատավորները կաշառվել են, փաստն եմ արձանագրում։ Ձեզանից մեծ մասի ամսական եկամուտը 150-ից 200,000 դրամի սահմաններում է, ժողովուրդ։ Տարեկան կազմում է 1,800,000-ից մինչև 2,400,000 դրամ։ Տարեկան։ Պատկերացրեք, որ միայն Սահմանադրական դատանի նախագահը ստանալու է 7 միլիոն դրամ ավել փող աշխատավարձից առանձին։ Նրա տեղակալը 5,8 միլիոն դրամ ավել փող, դատավորները 4,7 միլիոն դրամ։ Այսինքն, սրանց միայն հավելավճարը ձեր տարեկան եկամտից կրկնակի, անգամ եռակի ավելի է։ Սահմանադրական դատանի նախագահի միայն ավելացված հավելավճարը թոշակառուի 14 տարվա թոշակն է։ Սահմանադրական դատանի դատավորի միայն տարեկան հավելավճարը ուսուցչի 6 տարվա աշխատավարձն է։ Ուսուցչի աշխատավարձը բարձրացնել պետք չէ, նրա ձայնը կարող են եւ կեղծել, չհաշվել, դնել ՔՊ-ի ձայների վրա։ Կարևորը այս ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելն է, որտեղ նրանցից ակնկալիք ունեն, նրանք պետք է այս կեղծիքները չտեսնելու տան, ըստ ՔՊ-ի։ Այսօր ՍԴ-ում եզրափակիչ ելույթներն էին։ Սահմանադրական դատանի դատավորն ասում է, այդ եզրափակիչ ելույթները մեզ վրա չեն ազդելու։ Չգիտեմ նրանց որոշման վրա ինչն է ազդելու, փաստերը, բարձրացված աշխատավարձը, գուցե ինչ-որ SMS, չգիտեմ, բայց այդ ելույթների ժամանակ ուշագրավ փաստեր բերվեցին։ Սահմանադրական դատանը ընտրությունների վրա ազդեցության փաստերի հարյուրավոր էջեր է ստացել։ Դատարանում ապացուցվեց, որ ընտրական փուլը անցել է Նիկոլի ատելության խոսքով։ Կարող էր դա ազդել ընտրությունների արդյունքների վրա միանշանակ։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է արդարացնել ատելության խոսքը, բայց ՔՊ-ն արդարացնում է, եթե հեղինակը Նիկոլն է։ Ասում է, քաղաքական սուր խոսք է։ Երբ քաղաքացին մի քիչ կոպիտ բառապաշարով գրառում է անում, կալանավորվում է։ Երբ վարչապետ աշխատողն է անում, ասում են քաղաքական սուր խոսք է։ Քաղաքացին երբ հայհոյում է իշխանությանը, նա չունի լծակներ դա իրականացնելու, իսկ երբ վարչապետն է անում, նա նաև ունի իրականացման լծակներ եւ իրականացնում է։ Այս առումով որևէ պատասխանատու կառույց քայլի չի դիմել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչինչ չի արել։ Ընդ որում, ոչ մի ընտրակեղծիքի, ընտրախախտման վերաբերյալ ոչինչ չի արել։ Նիկոլի նախկին աշխատողի ղեկավարած ԿԸՀ-ն ընտրություններին ուղղակի հետևել է, ինչպես մենք։ Ուրիշ ոչ մի բան չի արել։ Մենք լրագրողներս ուժերին ներածին չափով մեր մասնագիտական աշխատանքը արել ենք։ ԿԸՀ-ն իրենը չի արել։ Ինչու՞։ Գուցե նրա համար որ անկախ չէ։ Բա ամենախայտառակ ընտրությունների պարագայում ոչ մի վարույթ չհարուցել։ Հասարակ բան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականությունների մեջ էր ժամը 8-ին 20:00 փակել ընտրատեղամասի դռները։ Դա էլ չի արել։ Այդ անգործության պատճառով ԲՀԿ-ի ձայները փոշիացվել են։ Սահմանադրական դատանում ապացուցվեց վարչական ռեսուրսի լիակատար չարաշահումը։ Չգիտեմ, կա եւս մեկ վարչական ռեսուրս, որը հնարավոր
հնարավոր էր օգտագործել ու ԿՊ-ն չի արել։ Սահմանադրական դատանում ապացուցվեց եւ ընտրակաշառքը, եւ դրա ազդեցությունը արդյունքների վրա, ներկայացվեց շատ ուշագրավ հարցման տվյալներ։ Հարցման մասնակիցների 31%-ն ասել էր, որ կենսաթոշակների բարձրացումը ազդել է ընտրողների որոշման վրա, եւ բոլոր նրանք, ովքեր ասել են, որ իրենց որոշման վրա ազդել է, նրանց 91%-ը քվեարկել է հենց ԿՊ-ի օգտին։ 2022-ից պատրաստվելով ընտրություններին 3 տարի թոշակ չի բարձրացրել, որպեսզի չստացվի կառավարության պարտավորություն, բարձրացել է ընտրություններից օրեր առաջ, արդեն որպես ընտրակաշառք։ Նույն առողջապահության ապահովագրության դեպքն էր։ Մենք հարցնում էինք 2025-ի հունվարի 1-ից էիք խոստացել ներդնել, բայց ինչու այդ համակարգը չդրեցիք, այլ դրեցիք 26-ից։ Պատասխանը պարզ է, որովհետև ընտրությունները 2026-ին էին։ Ու ըստ հարցման դա էլ է ազդել ընտրողի որոշման վրա։ Առանց հարցման էլ իհարկե պարզ։ Սահմանադրական դատանում ապացուցվեց, որ մոնտաժված, կեղծ, չհիմնավորված հաղորդագրությունները իբր ընդդիմության ընտրակաշառքների մասին սև PR-ի նպատակով է եղել ու ազդել է ընտրության արդյունքների վրա։ Նույն հարցումներով պարզվել է, որ այդ կեղծ ձայնագրությունների պատճառով քաղաքացիների 21%-ը չի տվել իր ձայնը ընդդիմադիր ուժերին։ Այնպես չէ, որ ԿՊ-ն բոլոր ձայները տարել է ուղղակի վերցնելով ուրիշների քվեարկությունները, ՔՎ-ները եւ դնելով իր վրա, ինչպես արեց ԲՀԿ-ի պարագայում։ Դա էլ են արել, սև PR-ել են արել, ընտրակաշառքել են արել։ Հարցնում ենք, ինչու ԿՊ-ին չեն գաղտնալսել։ Արդարադատության ԿՊ-ական նախարարն ասում է, գուցե գաղտնալսել են, բայց հանցավոր երևույթի չեն բախվել։ Մենք էլ ասում ենք անհնար է, իսկ գուցե բախվել են հանցավոր երևույթի, բայց իմանալով, որ ԿՊ-ի մասին է, շառից փորձանքից հեռու ջնջել են գաղտնալսումը։ ՍԴ-ում ապացուցվեց, որ պետական բոլոր կառույցները եւ ուժայինները արդարադատության ողջ համակարգը աշխատել է ԿՊ-ի օգտին, միջամտել է ընտրություններին, ծավալել է քաղաքական գործունեություն։ Անգամ սահմանադրական դատանում նիստերի ժամանակ նրանք միասին էին հանդես գալիս։ Դատավարության ընթացքում ապացուցվեց, որ ԿՊ-ն ծախսերի մի մասն արել է պետբյուջեի հաշվին։ Հիմնադրամում իր ծախսերը խիստ ոչ արժանահավատ են, ինչը հիմք էր ընտրություններից դուրս թողելու համար։ Բայց ելի դրսևորվել է անգործություն։ Ընդ որում նաև այստեղ է եղել անհավասար պայմաններ մասնակիցների համար, որտեղ ԿՊ-ն պետբյուջեով ընտրակաշառք է տվել, մյուս ուժերը չեն ունեցել հնարավորություն պետական բյուջեն տնօրինելու։ Ողջ պետական ռեսուրսը փաստորեն ծախսվել է մեկ ուժի վրա, որովհետև նա ասել է, որ պետությունը ինքն է, կառավարությունը ինքն է։ Այս ամենի պատճառն այն է, որ կրկնում եմ, չեն եղել անկախ ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի ղեկավարը Նիկոլի աշխատողն էր, ոչ դատախազությունը, որի ղեկավարը Նիկոլի աշխատողն էր, ոչ քննչականը, ոչ հակակոռուպցիոնն ու դատավորները եւ մյուս սահմանադրությամբ անկախ մարմինները։ Իսկ սահմանադրական դատարանը անկախ է։ Ամեն դեպքում սահմանադրական դատարանը այսքան կեղծիքներից հետո անգամ ամեն ինչ արեց, որ ԿՊ-ն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիսկոմֆորտ չզգան այս հայցի լսման ժամանակ։ Կարճ ասած, սահմանադրական դատարանի նիստերին զուգահեռ ԿՊ-ի պաշտոնաբաժանումը ըստ իս նշանակում է, որ կամ թքած ունեն դատարանի որոշման վրա, կամ արդեն տեղյակ են այդ որոշումից։ Վստահ կարող ենք ասել, որ սահմանադրական դատարանի հակապետական որոշումը, հակաժողովրդական որոշումը, օրենքից ու իրավունքից չբխող որոշումը մեր երկիրը հետ կգցի տարիներով։ Այդ կառույցը ամբողջությամբ կգցի լեգիտիմության ճգնաժամի մեջ, որ ընտրության արդյունքները ոչ լեգիտիմ են, կասկած չկա։ Այդ դեպքում այդ արդյունքները վավերացնողները ովքեր են լինելու։ Սարսափելի է լինելու, եթե մեր երկիրը եւս 5 տարի փորձի ղեկավարել մի թիմ, մի մարդ, որը չի ստացել դրա համար ժողովրդի հավանությունը, մանդատը։